Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը արդեն տասնյակ տարի է միասին են։ Զույգը այս տարիների ընթացքում անմասն չի մնացել տարատեսակ ասեկոսներից, բամբասանքներից, որոնք հնչել են իրենց անվան շուրջ։ Երգչուհի Սիրուշոյի կարիերայի վրա նաև իր վատ ազդեցությունն է թողել քաղաքականությամբ զբաղվող զգեսրոջ գործոնը։ Չնայած այս ամենին, երգչուհին շարունակել է պայքարել, արարել և ստեղծագործել շոու բիզնեսում պահելով իր ուրույն տեղը։ Նշենք, որ Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն մեծացնում են իրենց 3 երեխաներին, 2 որդուն և 1 դստերը։ Այս տարիների ընթացքում նրանք խուսափել են հրապարակել փոքրիկների դեմքը, չնայած որ մի քանի հրապարակումներ արել են նրանց մասնակցությամբ։ Սիրուշոն նշել է, որ երբ երեխաները մեծանան, իրենք կորոշեն ցանկանում են իրենց դեմքը ցույց տալ հանրությանը, թե ոչ։ Սակայն այս օրերին Լևոն Քոչարյանը մի քանի հրապարակում է արել ընտանեկան, որտեղ երևում է և Զաբելի, և Միքայելի դեմքը։ Նշենք նաև, որ այս օրերին Սիրուշոն գտնվում է ԱՄՆ-ում, վերջինս բացել է իր Prego Match բրենդի նոր խանութ սրահը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հունիսի 8-ին Կալիֆոռնիայում տեղի է ունեցել հայկական զարդեր ներկայացնող Prego Match բրենդի նոր սրահի հանդիսավոր բացումը։ Սրահի հիմնադիր երգչուհի Սիրուշոն անձամբ ներկա է եղել միջոցառմանը, ընդունելով հյուրերին և ներկայացնելով նոր հավաքածուն։ Բացման արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր, արվեստի, նորաձևության և բիզնես աշխարհի ներկայացուցիչներ։ Մթնոլորտը եղել է շքեղ, հայկական տարրերով զարդարված սրահում հյուրերը հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու նոր ձևավորված զարդերին, շփվելու Սիրուշոյի հետ և լուսանկարվելու հատուկ ձևավորված անկյուններում։ Սիրուշոնի շնորհակալություն է հայտնել բոլոր ներկաներին, նշելով, որ Prego Match-ի այս նոր քայլը բրենդի միջազգային զարգացման կարևոր հանգրվան է։ Հավելենք նաև, որ մի քանի անգամ երգչուհին տեսնելով իր խանութը ամերիկյան մեծ մոլում հասցրել է հուզվել, նա չի թաքցրել իր արցունքները էկրանների առաջ։ Երգչուհին նշել է, որ այս ամենը տարիներ առաջ անիրական երազ էր իրեն թվում, իսկ այսօր արդեն իրականություն է։